Հենրիխ Մխիթարյանի վերադարձը տուն, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ կիսապաշտպան Միլանի Ինտերի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը այսօր հյուրընկալվել էր Թունիկ ֆուտբոլային ակումբի մարզաբազա։ Հանդիպմանը ներկա են նռնագույնների մանկապատանեկան թիմերում հանդես եկող մոտ 700 երեխաներ։ Մխիթարյանը հանդիպման ընթացքում խոսեց իր կյանքի դժվարությունների, ֆուտբոլիստ դառնալու ճանապարհի մասին։ Այո, չեմպիոն դարձանք, շատ ոգևորիչ է, որտեղ առաջի տիտղոսներից մեկն էր եւ կարող եմ ասել, որ հենց այդ տիտղոսների շնորհիվ է, որ հետս արդեն կարողացան նվաճել այլ տիտղոսներ։ Վստահաբար, եթե մենք ձեր կարիերայի բոլոր պատմական դրվագները այսօր քննարկենք, երեկոն ուղղակի չի հերիքի, որովհետև դրանք մեզ համար շատ են, բայց հետաքրքիր է, որ ակումբն է, այսպես ասած, ամենաշատը ձեզ ձևավորել որպես ֆուտբոլիստի, ամենամեծ ներդրումը ունեցել ձեր ճանապարհին։ Միանշանակ կարող եմ ասել, դա Փյունիկն է եղել, որտեղ այնինչ սովորել եմ այստեղից եւ հետո արդեն գնալով Ուկրաինա, Գերմանիա, Անգլիա եւ Իտալիա արդեն փորձն է ինձ օգնել աշխատասիրությունը, բայց հենց այստեղ է ձևավորվել այն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը որ այստեղ նստած է հիմա։ Եվ վստահ եմ, որ այս սաներն էլ այսօր ձեզ տեսնելով ձեր օրինակով շատ հավանական է հասնեն, ոչ թե հավանական է, այլ մենք հավատում ենք ձեր բոլորի յուրաքանչյուրի ուժային, որ կհասնեն մեծ հարթակների, եւ ինչն է այդ ժամանակ ամենաբարդը տրվում, երբ որ գնացիք Եվրոպա, ամենադժվարը լեզուն էր, օտար միջավայրը, թե կար այլ գործոն։ Դժվարությունները շատ են լինում, առաջին հերթին լեզուն, կախված թե որտեղ է տեղափոխվում, օրինակ երբ տեղափոխվեցի Ուկրաինա, Մետալուրգ Դոնեցկ, այնտեղ հանդիպեցի Արադ Արաքելյանին, չնայած մինչ այդ ազգային հակամխաղանքերներ էինք, բայց երբ հանդես եկա Մետալուրգում, տեղափոխվեցի Մետալուրգի Դոնեցկ, նա այնտեղ էր արդեն մի քանի տարի եւ նա ինձ շատ օգնեց, որպեսզի կարողանամ համակերպեմ թե ակումբին, թե քաղաքին, ամեն ինչին։ Լեզուն է, թիմային մթնոլորտն է, թիմում թե ինչպես քեզ կդրսևորես, որտեղ շատեր ուզում են, որ դու մերվես թիմում, կարողանաս ազատ լինես, թե շփման մեջ, թե խաղադաշտում, թե խաղադաշտից դուրս, որտեղ դա շատ մեծ կարևորություն է։ Շատ ֆուտբոլիստներ գնում են, չեն համակերպվում, չեն ընտելանում այդ միջավայրին եւ խնդիրներ առաջանում, դրա համար ոնց որ հետո խնդիրներ ա լինում։ Կարող եմ ասել նաեւ նրանց մտածելակերպը պետք է կարողանաս շուտ ըմբռնես, որովհետեւ տարբեր երկրներում տարբեր է ամեն ինչ եւ այդ խնդիրները ունեցա եւ տեղափոխվեցի Գերմանիա, Անգլիա, բայց շնորհակալ եմ այն հայերին, այն ընկերներիս, ովքեր որ կարողացան ինձ օգնել այդ ճանապարհին։ Էլի խոսելով ամենակարևոր դրվագների մասին ձեր կարիերայի, եկեք մի պահ պատկերացնենք, որ Լուվրում կամ որևէ այլ հայտնի թանգարանում պիտի երկու լուսանկարով ամփոփեն ձեր կարիերայի լավագույն խաղը եւ լավագույն գոլը։ Եթե դուք ընտրելու լինեիք, որ երկու խաղից կադրեր առանձնացնեիք։ Լավագույն գոլը երևի թե թող լինի Կարիչ հարվածով գոլը, որը որ շատ է խոսվում։ Լավագույն խաղը շատ են եղել, կառանձնացնեմ երևի թե զուտ մի նկար, որը կուզենամ լինի Լուվրում, դա խաղի հետ կապ չունի, դա երևի ընտանիքի նկարն է, որովհետև շատ եմ գնահատում եւ շատ եմ շնորհակալ նրանց, որ ինձ տվել են ամեն ինչ այս կյանքում։ Կոնկրետ կադր կհիշեք, թե զուտ ընտանեկան որևէ լուսանկար։ Ակումբի բազայի մոտակայքում է գտնվում նաև Հրազդան ստադիոնը, որը տեսել է ձեր երկու պատմական գոլերը, Թուրքիայի հաղթական գոլը եւ Իտալիայի դեմ խաղի գոլը, կոնկրետ այդ երկու գոլերը ինչ կարևորություն ունեն ձեզ համար եւ եթե բնութագրեիք, ինչպես կբնութագրեիք։ Սկսեմ երիտասարդական հավաքանի կազմում Թուրքիայի միջև 21 տարեկանների դեմ հանդիպումով, այդ գոլից հետո ուղղակի ցնցություն էր։ Մինչ խաղը ոչ մեկը չէինք սպասում, որ Հրազդան մարտադաշտում գրեթե 35,000 հանդիսատես կգա հանդիպմանը եւ մեզ համար դա ուղղակի կարելի ասել շոկ էր ինչ-որ միտեղ, որտեղ մինչ այդ եւ դրանից հետո երբեք այդպիսի բան չի եղել, դա շատ մեծ ոգևորություն էր, շատ մեծ շարժառիթ էր մեզ համար, որպեսզի կարողանանք այդ խաղը բարձր մակարդակով խաղալ
Ինքը խաղը ընդհանուր շատ հետաքրքիր չէր, որտեղ լարվածությունը շատ մեծ էր թե մեզ մոտ, թե նրանց մոտ, բայց 1-0 պարտվելուց հետո երևի թե հասկացանք, որ ոչինչ չունենք կորցնելու եւ եկեք գնանք առաջ։ Խաղը հավասարացրեցինք 91-րդ րոպեին եւ հաղթական գոլը տեղ ունեցավ 93 թե 94-րդ րոպեին, չեմ հիշում, բայց այդ գոլից հետո, չգիտեմ, ես ինքս չեմ հասկանում, թե ինչ տեղ ունեցավ, ինչ էի անում, ուր էի գնում, բայց էմոցիաները շատ բարձր էին։ Երկրորդ գոլն էլ Իտալիայի հավաքականի դեմ, այդ խաղին էլ երևի շատերը տեսել են այդ լուսանկարը, այդ ցնցության, այդ նշելու պահը, իմ համար չգիտեմ, Իտալիային գոլ խփելը այդ ժամանակ ուղղակի երևի թե երազանք էր, ոչ միայն Իտալիային, այլ նաև Ջանլուիջի Բուֆոնին, ով այդ ժամանակ լավագույն դարպասապահներ, եթե ոչ լավագույններից մեկը, երևի կարող եմ ասել ազգային հավաքականում խփածս ամենակարևոր գոլերից մեկը ինձ համար, իհարկե այդ խաղը պարտվեցինք 3-1 հաշվով, բայց իմ համար, իմ կարևորության համար դա շատ կարևոր էր։ Շնորհակալություն, առաջարկում ենք հիմա մի պահ դադար վերցնել եւ դիտել ձեր մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ, որտեղ առանձնացված են ամենակարևոր ու հետաքրքիր դրվագները ձեր անցած ճանապարհի եւ հարկ է նշել, որ այս կարճամետրաժ ֆիլմը պատրաստվել է արհեստական բանականության օգնությամբ։ Բոլորից բարի դիտում։ Հայկական ֆուտբոլն իր մեկդարյա պատմության ընթացքում երբեք տաղանդերի պակաս չի ունեցել։ Տարբեր ժամանակներում փայլել են մեծ անուններ, ովքեր ոգեշնչել են սերունդների, բայց նոր դարաշրջանում հայկական ֆուտբոլի երկնակամարում վառվեց մի նոր աստղ՝ Հենրիխ Մխիթարյան։ Նա ավելի քան 1.5 տասնամյակ է, ինչ ամենաբարձր մակարդակով հանդես է գալիս եվրոպական թոփ ակումբներում, դառնալով մեր ազգի պարծանքն ու ճանաչելի դարձնելով Հայաստանն ամբողջ աշխարհում։ Հենրիխ Մխիթարյանն արդեն իսկ դարձել է բոլոր ժամանակների Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը։ Սերը դեպի ֆուտբոլը Հենրիխը փոքրուց ժառանգել է հորից, Երևանի Արարատի անվանի հարձակվող Համլետ Մխիթարյանից։ 90-ականների սկզբին Համլետը կարիերան շարունակեց Ֆրանսիայում եւ ընտանիքին իր հետ տեղափոխեց այդ երկիր, որտեղ անցան Հենրիխի մանկության առաջին տարիները։ Նա հաճախ էր լինում հոր մարզումներին ու առանձնահատուկ կապվածություն ուներ նրա հետ։ Դժբախտաբար Համլետի մոտ ի հայտ եկավ անբուժելի հիվանդություն ու 1996 թվականին նա ընդամենը 33 տարեկանում վախճանվեց։ Կորուստն անդառնալի էր, բայց փոքրիկ Հենրիխին վիճակված էր շարունակել հոր կիսատ թողած ֆուտբոլային ուղին։ 7 տարեկանից Հենրիխն իր առաջին ֆուտբոլային քայլերը կատարեց Փյունիկի մարզադպրոցում։ Դեռ պատանի տարիքից նա աչքի էր ընկնում իր աշխատասիրությամբ ու բնատուր տաղանդով։ 14 տարեկանում Հենրիխը վերապատրաստման համար մեկնեց բրազիլական Սան Պաուլո ակումբ եւ այնտեղ անցկացրած 4 ամիսների ընթացքում կարողացավ հղկել իր ֆուտբոլային որակները։ Հենրիխի կյանքում հատկապես մեծ դեր ունեն նրա մայրը Մարինա Թաշյանն ու քույրը Մոնիկա Մխիթարյանը, ովքեր յուրաքանչյուր պահի նրա կողքին էին եւ ամեն կերպ օժանդակել են իրեն որպես ֆուտբոլիստ կայացման գործում։ 2006 թվականի հունիսի 27-ին Հենրիխն իր նորամուտը նշեց Փյունիկի գլխավոր թիմում եւ դեռ ընդամենը 17 տարեկան էր։ Այդ մրցաշրջանում նա նվաճեց իր կարիերայի առաջին տիտղոսը, դառնալով Հայաստանի չեմպիոն։ Հենրիխի կարիերայում նշանակալի օր էր 2008 թվականի օգոստոսի 20-ը, երբ նա Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Հրազդան մարզադաշտում կարողացավ խաղի ավելացված ժամանակում գրավել Թուրքիայի երիտասարդական հավաքականի դարպասն ու պատմական հաղթանակ պարգևել մեր թիմին։ 2009 թվականի մրցաշրջանը Հենոն գերազանց սկսեց Փյունիկում։ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում նրա խփած միակ գոլը բանանցի դարպասը վճռեց խաղի ելքը, իսկ Մխիթարյանն առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։ Ամռանը նա տեղափոխվեց Դոնեցկի Մետալուրգ ու դարձավ ուկրաինական ակումբի առաջատար խաղացողներից մեկը։ 2009 թվականի տարեվերջին Մխիթարյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացված հարցմամբ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հետագա տարիներին նա այդ պարգևին արժանացավ եւս 11 անգամ, ինչն անգերազանցելի ցուցանիշ է թվում։ Մխիթարյանի հաջող ելույթները աննկատ չմնացին Դոնեցկի Շախտյորի տեսադաշտից, որը 2010 թվականին 7.5 միլիոն եվրո վճարեց նրա տրանսֆերի համար։ Նա արագորեն ամրապնդվեց հանքափորների հիմնական կազմում եւ 2010-11 թվականների մրցաշրջանում Հենոն Շախտյորի կազմում դարձավ Ուկրաինայի չեմպիոն եւ գավաթակիր։
Հատկանշական է, որ Շախտյորի տնային խաղերում Մխիթարյանի խփած յուրաքանչյուր գոլից հետո ավելի քան 52,000 նստատեղ ունեցող Դոնբաս Արենա մարզադաշտում հնչում էր հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ցույցերով բարը երաժշտությունը։ Շախտյորում անցկացրած իր երրորդ մրցաշրջանում Մխիթարյանն անկասելի էր եւ կարողացավ խփած 25 գոլով դառնալ ոչ միայն առաջնության լավագույն ռմբարկու, այլև Ուկրաինայի առաջնությունում սահմանել մեկ մրցաշրջանի արդյունավետության նոր ռեկորդ։ Նա հանքափորների հետ երրորդ անգամ անընդմեջ դարձավ Ուկրաինայի չեմպիոն եւ այդ տարի ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Հենրիխի անցկացրած հիանալի մրցաշրջանից հետո արդեն ժամանակն էր տեղափոխվելու եվրոպական թոփ ակումբ։ Բնական է, դա իրագործելու համար նրան անհրաժեշտ էր նաեւ վստահելի ու ազդեցիկ ֆուտբոլային գործակալ, ով կկարողանար զբաղվել իր տրանսֆերային հարցերով։ Այդ դերը ստանձնեց իտալացի հանրահայտ գործակալ Մինո Ռայոլան։ 2013 թվականին Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Դորտմունդի Բորուսիա, որը նրա համար վճարեց ակումբի համար ռեկորդային 27.5 միլիոն եվրո։ Իր նոր ակումբում Հենոն ստացավ 10 համարն ու կարողացավ Յուրգեն Կլոպի թիմում հարձակման հրաշալի եռյակ ձևավորել Մարկո Ռոյսի եւ Ռոբերտ Լևանդովսկու հետ։ Բունդեսլիգայում Հենոն իր գոլերի հաշիվը բացեց 2013 թվականի սեպտեմբերի 1-ին Ֆրանկֆուրտի Այնտրախտի դեմ խաղում դառնալով դուբլի հեղինակ։ Ապա Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Էմիրեյթսում գրավեց Լոնդոնի Արսենալի դարպասը, որն օգնեց Բորուսիային 2-1 հաշվով հաղթանակ տանել։ 2015-16 թվականների մրցաշրջանը հայ ֆուտբոլիստի համար լավագույնն էր կարիերայում։ Բունդեսլիգայում անցկացրած 31 խաղում նա խփեց 11 գոլ եւ կատարեց 15 գոլային փոխանցում։ Մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Մխիթարյանն այդ ընթացքում գտնվում էր իր կարիերայի գագաթնակետին։ Եվ 2016 թվականի ամռանը նա տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ։ Անգլիական ակումբում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Հենոն 3 տիտղոս նվաճեց, դառնալով Անգլիայի սուպեր գավաթակիր, Անգլիայի լիգայի գավաթակիր եւ իհարկե Եվրոպա լիգայի մրցաշարի հաղթող։ Վերջին անշուշտ ամենահիշարժանն էր Հենրիխի կարիերայում, ոչ միայն իր կարևորությամբ, այլև 2017 թվականի մայիսի 24-ին Ստոկհոլմում կայացած եզրափակիչ խաղում Ամստերդամի Այաքսի դարպասը խփած նրա գոլով, որն ամրագրեց կարմիր սատանաների հաղթանակը։ Այդպիսով նա դարձավ Եվրագավաթներում տիտղոս նվաճած առաջին հայ ֆուտբոլիստը։ Այդ մրցաշրջանում Մխիթարյանը Օլդ Թրաֆորդ մարզադաշտում խփեց նաև իր կարիերայի ամենագեղեցիկ ու տպավորիչ գոլերից մեկը, երբ Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերից մեկի ժամանակ կարիճ տեսակի հարվածով գրավեց Սանդերլենդի դարպասը։ Բայց եւ այնպես հաջորդ մրցաշրջանի ընթացքում հայ ֆուտբոլիստի եւ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյոյի հարաբերությունները այնքան էլ հարթ չէին, ինչը ստիպեց Հենրիխին 2018 թվականի հունվարին հեռանալ Մանչեստրից եւ տեղափոխվել իր մանկության սիրելի ակումբ Լոնդոնի Արսենալ, որն այդ ժամանակ դեռևս մարզում էր լեգենդար Արսեն Վենգերը։ Հենոյի առաջին հանդիպումը Էմիրեյթսում որպես Արսենալի խաղացող հիանալի ստացվեց։ Էվերտոնի հետ կայացած խաղում նա կատարեց 3 գոլային փոխանցում, որն օգնեց իր թիմին 5-1 հաշվով հաղթանակ տանել։ Հաջորդ մրցաշրջանում նա զինագործների հետ հասավ մինչև Եվրոպա լիգայի մրցաշարի եզրափակիչ, որը կայանալու էր Բաքվում։ Սակայն Հենրիխը անվտանգության նկատառումներից ելնելով չմեկնեց եզրափակիչ խաղին, որում Արսենալը զիջեց լոնդոնյան մեկ այլ թիմի՝ Չելսիի։ 2019 թվականի սեպտեմբերին Մխիթարյանը վարձակալությամբ կարիերան շարունակեց իտալական Ռոմայում եւ իր նորամուտը գայլերի կազմում նշանավորեց խփած գոլով, գրավելով Սասուոլոյի դարպասը։ 2021-22 թվականի մրցաշրջանում Հենոն Ռոմայի հետ հաղթեց կոնֆերենցիաների լիգայի մրցաշարում, իսկ հայ կիսապաշտպանն իր հարուստ կարիերան ավելացրեց եւս մեկ արժեքավոր տիտղոսով։ 2022 թվականի մարտին Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց նաև Հայաստանի ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու մասին։ Մեր ընտրանու կազմում անցկացրած 15 տարիների ընթացքում նա մասնակցեց 95 խաղի, որոնցում դարձավ 32 գոլի հեղինակ, հանդիսանալով Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկում։ 2022 թվականին Հենրիխ Մխիթարյանը միացավ Միլանի Ինտերին եւ արագորեն դարձավ Սիմոնե Ինձագիի թիմի առանցքային խաղացողներից մեկը։ Ներածորիների կազմում իր առաջին մրցաշրջանում Մխիթարյանին հաջողվեց հասնել մինչև Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչ։ Ընդ որում եզրափակչի ճանապարհին Ինտերը պայքարից դուրս թողեց իր հավերժ մրցակցին Միլանի, իսկ Հենոն այդ դիմակայությունում դարձավ գոլի հեղինակ։ 2024 թվականին Մխիթարյանը Ինտերի հետ դարձավ Իտալիայի չեմպիոն, որը նրա առաջին չեմպիոնությունն էր եվրոպական թոփ 5 լիգաներում հանդես գալու ընթացքում։ Նախորդ մրցաշրջանում Ինտերի նոր գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն շարունակեց վստահել 36-ամյա հայ կիսապաշտպանին։ Միլանյան ակումբին հաջողվեց ոսկե դուբլ գրանցել։
Իսկ Մխիթարյանը իր կարիերայում երկրորդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր։ Ինտերի չեմպիոնությունից հետո Հենոն եւս սկսվեց իր տպավորություններով։ Ես հիանալի կարիերա եմ ունեցել եւ գոհ եմ այն ամենով, ինչին հասել եմ։ Ուրախ եմ Ինտերի մի մասը կազմել ու լինել այս տղաների թիմակիցը, ովքեր վերջին 4 տարիներին երկարաձգեցին իմ ֆուտբոլային կյանքը։ Մենք հենց նոր դիտեցինք Հենրիկ Մխիթարյանի կյանքի եւ կարիերայի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը եւ սա մի պատմություն է, որը միայն ֆուտբոլի մասին չէ, այլ նպատակասլացության, կամքի, պայքարի եւ ամենակարևորը հավատքի մասին է, ու մենք հիմա հնարավորություն ունենք զրուցելու այս պատմության գլխավոր հերոսի Հենրիկ Մխիթարյանի հետ։ Հերիք, ֆիլմում կար ինչ-որ դրվագ, որը հիշեցրեց ոչ թե ֆուտբոլիստ Հերիքին, այլ պարզապես Հերիքին։ Երևի հենց ֆիլմի սկզբում, որտեղ որ փոքր էի, երբ առաջ քայլերս էի կատարում, հենց երևի այդ պահն է, որ փոքրիկ Հենրիկին էի հիշեցնում։ Չնայած որ կարող եմ ասել Այդ ժամանակ էլ էիք ֆուտբոլիստ։ դեռ սկսում էի ֆուտբոլիստ էի, փորձում էի ֆուտբոլիստ դառնալ։ Վստահ այս դրվագները հիշողությունները արտնացրեցին, հետաքրքիր է այդ հիշողություններից որ դրվագը ուզեիք նորից վերապրել։ Ինձ թվում է ցանկացած դրվագ կուզեի վերապրել, որպես ֆուտբոլիստ, որպես երկրպագու, որպես Հենրիկ Մխիթարյան, որը որ ֆուտբոլի հետ կապ չունի, զուտ մարդ, ինչի, որովհետև ցանկացած պահ եղել է թե հաջողություն եւ նաեւ անհաջողություն։ Տեսանք այստեղ մի քանի դրվագ, որտեղ հաջողություններն էին եւ նաեւ մի քանի դրվագ, որտեղ որ անհաջողություններն էին։ Ինձ թվում է, որ ցանկացած պահ պետք է լիներ այնպես, ինչպես որ եղել է։ Եվ յուրաքանչյուրը պատրաստ եք նորից վերապրել։ Միանշանակ, թե իր լավ կոմով, թե իր վատ կոմով։ Ոչինչ չէիք խմբակի։ Ոչ, կարծում եմ, որ եթե պետք է այսպես լիներ, իմ ճակատագիրը ոնց այսպես լինի։ Ոչինչ չէ փոխել։ Խոսելով ձեր հուշերի մասին ու հիշողությունների, որոնք ամփոփված են նաև ինքնակենսագրականում, այնտեղ մի հետաքրքիր դրվագ եք հիշատակել, երբ դպրոցական տարիներին տնայինները չէիք արել եւ ձեր մայրիկը Մարինան ստիպել էր մինչեւ գիշերը 2 արդյուն մնալ ավարտել տնայինները եւ գրված է ես հետ էի մնացել, նա ինձ ուժով առաջ մղեց, մի մարդու ուժով, որը գիտեր, որ այդ որոշմամբ շատ բան է սովորեցնում ինձ։ Քանի որ Գյունիկիսյաններն են այսօր այստեղ եւ վստահաբար նրանցից շատերը համատեղում են դպրոցը, կրթությունը եւ ֆուտբոլը, ինչ խորհուրդ կտաք նրանց, նաև այս դրվագը եւ ձեր դասերը հաշվի առնելով։ Սկսեմ նրանից, որ այդ դրվագից մի քանի օր հետո մայրս ինձ ասաց դու կարող ես ֆուտբոլիստ դառնալ, բայց մի մոռացիր ուսման մասին, որովհետեւ ֆուտբոլը ժամանակավոր է, կլինի մինչեւ 35-36 տարեկան։ Դրանից հետո սկսում է կյանքը, որտեղ որ պետք է հասկանաս, թե ինչով ես ուզում զբաղվել։ Եվ դա ինձ դրդեց հասկանալ եւ ավելի խորապես հասկանալ, թե ինչ ուզում մայրս ինձ ասել, որ երեխեք ջան, ֆուտբոլիստներ ջան, ապագա սովորեք եւ ֆուտբոլով զբաղվեք։ Կարող եք համատեղել, անհնարին ոչինչ չկա։ Ինչի, որովհետեւ ուսումը շատ կարեւոր է։ Ֆուտբոլը նույնպես, բայց գալիս է մի պահ, երբ արդեն հասկանում ես, որ ֆուտբոլը ապագա չի կամ արդեն ավարտում ես քո ֆուտբոլային կարիերան եւ պետք է ուրիշ մի բանով զբաղվես, որ ունենաս գիտելիքներ այս կյանքում քո տեղ ունենալու։ Վերադառնալով նաև Հայաստան-Թուրքիա խաղին եւ հաղթանակին, դրա մասին եւս հիշատակել եք ձեր գրքում, նաև նշել եք հաջորդ օրվանից մարզումներին միկրոավտոբուսով երթևեկության ժամանակ այն դեպքը, երբ վարորդը նկատել է ձեր պայուսակը մարզական, հարցրել է տղաջան ֆուտբոլիստ ես։ Հետաքրքիր է ինչու եք այս դրվագը հիշատակել, ինչ զգացողություններ այն առաջացնում եւ առասարակ կարող եք կրկնել այդ պատմությունը հիմա։ Ճիշտ ասած, հպարտության պահ էր, ինչու, որովհետև հաջորդ օրը գալով մարզման, հետ գնալուց համեստորեն օգտվեցի երթուղային տաքսիից եւ վարորդը հարցնելով, իհարկե, ինչով է զբաղվում, ասի ֆուտբոլով, բայրեկվա խաղը տեսար, ասի հա, տեսա, երկրորդ գոլը ես եմ խփել, բա ոնց բան, ասի հա, ու երբ հասավ այն պահը, երբ պետք է իջնի երթուղայինից, ասեց իջի, ոչ հիմա մի վճարի ու շնորհակալ եմ այդ մարդուց, եթե իհարկե կդիտի այս ամենը։ Այո, հպարտության պահ է եղել ու հպարտությամբ եմ գրել այդ պահը գրքում, որպեսզի այս երեխաներն էլ տեսնեն, որ
հաջողությունների հասնելով մարդիկ ձեզ կվերաբերվեն սիրով եւ հարգանքով։ Եվ գրքում բազմիցս հիշել եք ձեր հայրիկին եւ նրա խոսքերը, որոնք ձեզ ուղեկցել են ձեր կյանքում կարևոր որոշումներ կայացնելիս, կարևորը լավ մարդ եղիր։ Կարող ենք ասել, որ այս խոսքերը ձեր կյանքի կարգախոսն են դարձել եւ ընդհանրապես ինչ է ձեզ համար անձնապես նշանակում լինել լավ մարդ։ Դա առաջի բաներից էր, ինչը հիշել եմ, ինչը որ կապված է հորս հետ, որովհետեւ ճիշտ ասած շատ քիչ եմ ապրել նրա հետ, շատ քիչ հիշողություններ ունեմ նրա հետ կապված եւ դա այն կարևոր դրվագներից է, որը որ մինչ այսօր ինձ հետապնդում է եւ հիշում եմ, որ ասել է պետք է լավ մարդ դառնաս։ Ինքը ինձ երբեք չի ասել, որ պետք է լավ ֆուտբոլիստ դառնաս։ Փորձել լավ մարդ լինել, փորձել եմ ինձ այնպես պահել, որ ինձ ծնողները ինձ անփպարտանան եւ գլուխները չկարողանան կախել, եթե ինչ-որ մեկին նեղացրել եմ կամ վիրավորել եմ, ինձ կներեք, դա չեմ ուզեցել, երևի այդպես է ստացվել, դրա համար հիմա ոնց որ ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, եթե ինչ-որ բան այն չի եղել։